Մեր ուսումնասիրությունների ընթացքում չենք հայտնաբերել որևէ իրավական ակտ, որով ստեղծվել կամ ամրագրվել են Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում այսպես կոչված անկլավներ։ Պետք է հաշվի առնել, պարոն Շահզադյան, կներեք ընդհատում եմ, բայց եկեք համաձայնվեք, որ չգիտեմ գրանցվել են, չեն գրանցվել ոնց է եղել, բայց ես լավ հիշում եմ, որ ասենք այդ գյուղը առաջ կոչվում էր Քյարքի, չէ, եւ դե ադրբեջանցիներ էին ապրում, եւ այդ գյուղը ենթարկում էր ոչ թե Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, այլ Նախիջևանի, չէ, ավտոնոմ հանրապետությանը։ Այդ թեման ոնց է, ասենք թե նույն Արծվաշենն էլ ասում եք անկլավ չի եղել, բայց Արծվաշենն էլ եղել է ուրիշ հարց է, որ Արծվաշենը նժարի վրա դնի Արծվաշենն ու Քյարքին, դա շատ սխալ է, բայց մենք պետք է ընդունենք, որ Արծվաշենն էլ եղել է նրանց տարածքի մեջ, բայց ենթարկվել է Հայաստանի, չէ։ Հիմա պատմական այդ բաները կարանք մենք օրինակ բերենք ինչ-որ դուք, բայց նրանք արդեն ընդհանրապես չեն էլ աշխատում։ Այս ուրվադրությամբ արդեն չեն աշխատում, չէ՞։ Եկեք մտածեք հիմա ինչա պետք է անել։ Տեսեք, ես այդ մասին ուզում եմ ասել հատուկ ուզում եմ նշել։ Տեսեք, ուրեմն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1979 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 940 որոշմամբ նախատեսում էր, որ ձեռնարկությունների, միավորների, կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև շենքերի և կառույցների փոխանցումը մեկ նյութենական հանրապետություն մյուսին կարող է իրականացվել համապատասխան հանրապետությունների նախարարների խորհրդի որոշումներով։ Ուրեմն, բայց դա չէր նշանակում, որ դա վերաբերում էր բացառապես գույքի և կառավարման համակարգին։ Դա չէր նշանակում, որ եթե մի տարածք մի ասենք գյուղական ասենք ինչ որ գյուղ կամ ինչ որ նման մի բնակելի վայր տվել են այս ռայսովետից մյուս ռայսովետի ասենք ադրբեջանական ռայսովետի կառավարման համար, դա չէ նշանակում, որ այդ տարածքն են տվել Հայաստանից վերցել են տվել են Ադրբեջանին։ Տարածքը մի հանրապետությունից փոխելու մյուս հանրապետություն պետք է ունենար իրավական որոշումներ, իրավական հիմնավորումներ, նման որոշումներ նրան նման բան գոյություն չի ունեցել։ Ուրեմն նորից եմ կրկնում, այն ինչ որ ասենք նույնիսկ շենքը կարող էին մի հանրապետության սեփականությունից փոխանցել մյուս հանրապետության սեփականություն։ Դա չէ նշանակում, որ այդ հողը, տարածքը, որի վրա այդ շենքը գտնվում էր կամ գերատաշտությունը գտնվում էր, նույնպես փոխանցվում է, ասենք, այլ հանրապետության։ Դա չէր կարող այդպիսի բան լինել։ Որոշումը հետևյալն էր, եթե հողատարածք, ինչ որ հող փոխանցում է մի հանրապետությունից մյուս հանրապետություն, դա պետք է ունենար իրավական հիմք եւ հաստատվեր ուրեմն խորհրդային միության գերագույն մարմինների կողմից։ Նման փաստաթղթեր չկա։ Ուրեմն անկլավ ասելը, դա անկլավը ուրիշ բան է, անկլավը դա այն տարածքն է, որը պատկանում է մի երկրին, բայց գտնվում է մյուս երկրի տարածքի մեջ։ Այսպեսի բան գոյություն չուներ եւ չէր կարող գոյություն ունենալ խորհրդային միությունում։ Սրա մասն է խոսքը գնում։ Հիմա ինչ պետք է անենք, դա գլխավորը։ Ինչ որ սովետական միությունում ա եղել, գիտեք ինչ, ինչ որ եղել է, ես մի ուրիշ օրինակ բերեմ, մի ժամանակ մի 12 տարի առաջ էր կոնֆերանս էր Դաղեստանում, հարևանս չեչեն ժուրնալիստ էր, որ հարցը հասավ Ղարաբաղի հարցին, ասեց այդ թեմայի մեջ չխոսես, Ղարաբաղը ձերն է, ուտե ոչ մի կասկած չկա, ասում եմ ինչից որոշեցիր, էլի պատմականը ոչ պատմական, ոչ ուրիշ ձևի։ Շամիլը իմա ասել է ում թուրը ավելի սուրա նայել ճիշտ է, հա։ Հիմա դուք հաղթել եք ուրեմն ձերն է։ Հիմա ուժեղա նայել ճիշտ է։ Հիմա գնում է դրա մասին է խոսակցությունը այսօրվա դրությամբ ասել։ Մենք ասել ենք ցավոք սրտի այդ գծին, որ մենք ասենք այդ օրինակները բերենք, չբերենք սովետական միությունը ոնց է եղել, չէ՞։ Էլի անելու են ինչ որ մեր բոխեմի բարեկամներ անելու ինչ որ իրենք անում են։ Մենք ինչ կարանք ինձ հետաքրքիր դրա դեմ առնելու էլի։ Այդ դու ինչ կարաչափ։ Եթե այդպեսի տրամաբանությամբ մենք մոտենանք, ուրեմն եթե ուժի հարցով է միայն լուծվում, ասենք ուժով է լուծվում, չէ՞, ուրեմն այն 240 հարակուսի կիլոմետրը, որ ադրբեջանցիները զավթել են մեր սուվերեն տարածքից, պետք է դրա մասին չխոսենք, ասենք զավթել են, ուժ ունեն, զավթել են, բայց մենք ասում ենք, չէ, դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է։
Նույնը սա են, այս տարածքները մեր հանրապետության սուվերեն տարածքներն են։